Ուզում եմ ունենալ գեղեցիկ քիթ փոքր ականջներ, ձիգ կոպեր, հաստ շրթունքներ։ Հիշիր, դու գեղեցիկ ես, քեզ ուղղակի անհրաժեշտ է ճիշտ բժիշկ։ Ողջույն, եթերում առողջ գեղեցկություն հաղորդումն է, ձեզ հետ ես եմ, Սիրանուշ Լազյան։ Բժիշկ, ով վերջերս Դուբայում ստացավ շատ կարևոր մրցանակ։ Ինչի համար, նախ սկսենք պարզաբանել։ Դա միջազգային մրցանակ էր, հրավիրել էին նոյեմբեր ամսին էր, ռուսերեն որ ասեմ կլինի ավելի հեշտ կլիներ, ինձ հիշել, վերհիշել չեմ թարգմանի։ Номер 1 специалист по изменению внешности методом ринопластики։ Այսինքն ռինոպլաստիկայի մեթոդով արտաքինը փոխելու մասին էր, որ ստացա ես, քանի որ մենք գիտենք, որ արտաքինը փոխելու համար շատ մեթոդներ կան, թե ռինոպլաստիկան դրանցից մեկն է, որը որ դեմքը բավականին լավ փոխում է։ Այդ մրցանակի աշխատության ժամանակ ստացա ես, հրավիրել էին Ամրանը մասնակցելու։ Ժամանակի հետ կապված մինչև նոյեմբերի 9-ը չէի պատասխանում, չէր ստացվում։ Ինչու՞։ Խիտ էր գրաֆիկը, չէի կարողանում հարմարացնել պատասխանել, բայց ասացի, որ 12-ին այդտեղ կգտնեմ, 12-ին թվա մասնակցեցի։ Վերցրեցիք մրցանակը եւ հպարտորեն վերադարձաք հայրենիք, փաստորեն։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Նմանատիպ մրցանակները խոսում են նաև բժշկի որակավորման մասին։ Երևի։ Հաստատ։ Բժիշկ, ուզում եմ խոսել այսօր շատ տարածված թեմայից։ Այս միջամտությունը հիմնականում ռինոպլաստիկայում է հանդիպում, երբ կրկնակի վիրահատության խնդիր է լինում։ Ինչու է այդպես ստացվում։ Ինչն է պատճառը կրկնակի վիրահատության։ Դա շատ ակտուալ հարց է, շատ մեզ դիմում են շատ հաճախ կրկնակի վիրահատությունների համար ու մեծ մասը տարօրինակ չէ հենց Հայաստանից։ Դրա պատճառները բազմազան են, սկսած նրանից, թե պացիենտը բժիշկի հետ հասկացել են իրար, վերջացած նրանից, որ պացիենտը չի պահպանել խորհուրդները բժիշկի մինչև վերջ, կամ վիրահատության ընթացքում ինչ-որ մի էտապ դուրս է եկել կոնտրոլից, կամ որը որ վիրահատության ժամանակ թվացել է նորմալ, բայց մեթոդը կարելի էր փոխել, այսինքն մեթոդը վիրահատության ժամանակ իրան արդարացրել է, բայց դալգասրոչնի մի տարվա ռեզուլտատ, երկու տարվա ռեզուլտատի համար ինքը ստաբիլ չէր, որովհետև հավատացեք ոչ մի բժիշկ չի մտնում վիրահատության, որպեսզի ստանա նորմալ արդյունք։ Բոլորը մտնում են իդեալական արդյունքի հետևից, բոլորը։ Ու ոչ մի բժիշկ չի պատրաստ չի նորմալ արդյունքով դուրս գա իմանալով, հետեւաբար բոլորն էլ համապատասխանաբար ստանում են իդեալական արդյունք, նոր են դուրս գալիս։ Եթե մեթոդը չի եղել, պացիենտը չի լսել բժիշկին կամ իրար չեն հասկացել, ճաշակի հարցազուտ, պացիենտը ուզել է մի բան, չի ասել կամ բժիշկն է հասկացել ուրիշ ձև, դրա համար ամենաճիշտը կոնսուլտացիան է, որի ժամանակ 100%-անոց ազնվություն պետք է լինի պացիենտի կողմից ու բժիշկի կողմից, ու դա մի էտապ է, որ բոլոր պացիենտները պետք է հասկանան։ Պացիենտը պատասխանատվություն է կրում իր կատարած որոշման համար, որ ինքը որոշել է տվյալ բժիշկի մոտանի վիրահատությունը, իսկ բժիշկը պատասխանատվություն է կրում իր արած մակարդակի, վիրահատության մակարդակի կվալիֆիկացիայի պահով, որ ամեն ինչ արել է, պրոտոկոլն է, պրայլն է։ Այդ ամենակարևոր բանն է, որ պետք է երկու կողմանի է դա։ Դուք ունեցել եք բուժառու, երբ հրաժարվել եք վիրահատությունից։ Ինչու։ Տարբեր դեպքերով եղել են, որ հենց ես տեսնում եմ, որ վստահության ու հարգանքի շեմը չի համապատասխանում իրանց սպասելիքներին, մերժում եմ։ Կամ փսիխոէմոցիոնալ ֆոնը, որ բոլոր կոնսուլտացիաների ժամանակ մենք գնահատում ենք պարալել վիրահատությունից առաջ կոնսուլտացիա անելուց, կոնսուլտացիայի օրը առանձին լինում, վիրահատության օրն են կոնսուլտացիա անում, էլի շփվում ենք, այդ ժամանակ ես ինքս գնահատում եմ պացիենտի պատրաստակամությունը վիրահատությանը, իր փսիխոէմոցիոնալ ֆոնը։ Եղել է, որ վիրահատության սեղանից եմ բարձրացել պացիենտին, ու դրա վերջում իրանք միշտ շնորհակալ են եղել ինձ։ Այսինքն իմ որոշումը չի եղել սխալ։ Չի եղել, որ ես մերժել եմ, իրանք նեղացած գնացել են։ Չեք անում վիրահատությունը, որը կգոհացնի միայն բուժառուին եւ չի համապատասխանի ձեր որակավորմանը այս դեպքում, այսպես մեկնաբանեմ։ Այդ տիպի զապրոցներ ենք ունեցել, որ ունեցել են կոնկրետ ցանկություն, որ էսթետիկայի նորմերից դուրս են։ Իհարկե դա էլ է, այդ մի պատճառներից մեկը կարելի է համարել։ Կամ возвышенное ожидание, այսինքն բան չկա, ցուցումները չկա, արտաքին ամեն ինչ օքեյ է, բան ուզում եմ մի քիչ փոխի, բայց դրա կարիքը սկի չկա կամ ցանկություն չկա, ես չեմ համարում, որ բժշկությունը
ագրեսիվնի մարքեթինգի, չնայած հիմա այդ ուղղությամբ է գնում ամբողջ բժշկությունը, պլաստիկ վիրաբուժությունը իր հետին, բայց ագրեսիվնի մարքեթինգի դաշտ է։ Լեոն Ստուչի բժշկությունը մնում է բժշկություն։ Շատ դեպքերում, կարելի ասել հիմնական դեպքերում, այո, բուժառուի կամակորության հետևանք է կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը։ Եվ հետվիրահատական շրջանի, եւ նաեւ ցանկությունների հարցում։ Ինչպես վարվել բուժառուի հետ, ինչպես բացատրել, ինչպես գտնել այդ հոգեբանական խնդիրները։ Մեր հաղորդումը նաեւ նպատակ ունի խելացի բուժառու դարձնելու։ Ինչպես լուծենք այս հարցը, որն է ելքը։ Իմ առաջարկը հետևյալն է. յուրաքանչյուր պացիենտ պետք է գա բժշկի մոտ, նախորոք իմանալով թե ում մոտ է գնում։ Մեկ, երկրորդն էլ իմանալով թե ինչ վիրահատության համար է գնում, այսինքն ինչ որ մի ինֆորմացիա հավաքելով, թե վիրահատությունը ինչ է, ինչ ռիսկեր ունի։ Շատ հաճախ եղել է, դա Հայաստանում է շատ հանդիպում, որ պացիենտները նորմալ ռեհաբիլիտացիոն ընթացքը չգիտեն, որ դա տենց է լինելու, այսինքն այդ ընթացքով է լինելու է ինչ որ отечный период и так далее, ու դա գնահատում են որպես ինչ որ էքստրեմի մի հատ կատաստրոֆիչի վիճակ, պատրաստ չեն, այսինքն չգիտեն վիրահատությունը ինչ է։ Դա գալիս է նրանց անպատրաստ լինելուց ու գալիս է իրանց չվստահելուց բժիշկին, որովհետև բժիշկը Լևոն Ստուչի խորհրդատվության ժամանակ ասում է, որ այդ էտապները լինելու են։ Նրանք չեն լսում, չեն ընդունում այդ ինֆորմացիան, այսինքն պացիենտներին խորհուրդ եմ տալիս մի քիչ ավելի խելամիտ ընդունեն, հասկանան, որ բժիշկին ընտրում են կոնսուլտացիայով, ոչ նկարով, ոչ ինչքան էլ հաճելի արտաքին ունենա բժիշկը, ինչքան էլ բժիշկը ունենա իր Instagram-ում շատ հետևորդներ։ Այո, կոնսուլտացիայով, մենակ կոնսուլտացիայով ու բժիշկի արտահայտած մտքերով։ Մեկ, երկրորդը հասկանալով, թե բժիշկի էսթետիկ հայացքը, ճաշակը համապատասխանում է իրանց ճաշակին, այն ինչ որ ինքը առաջարկում է, համապատասխանում է դրան, թե ոչ։ Այդտեղ է մաքսիմալ պետք է անկեղծ լինեն թե պացիենտը, թե բժիշկը իրար հետ ու այդ դեպքում ես օրինակ շատ հետաքրքիր դեպք պատմեմ, մի քիչ բանից դուրս կգանք։ Մոսկվայում կոնֆերենցիայի ժամանակ շատ նորմալ բանով էլ Իրիգալյաններով բժիշկ ունեինք Պիցերից։ Ինքը ներկայացրեց դեպք, որ պացիենտին ռեալ շատ ծանր դեպք էր, վիրահատել էր 12 անգամ։ Այդ էտապները, որ պացիենտը անցել էր այդ բժիշկի հետ, ամեն էտապը մի հատ ահավոր մի բան էր, էսթետիկ առումով ու պացիենտի փսիխոլոգիայի վրա, լյուբոյ մարդու փսիխոլոգիայի վրա կարող է ազդել, որովհետև բժիշկները դահլիճում նստած նայում են, ասում են, «Էս ի՞նչ է, ոնց է դիմացել այդ պացիենտը այդ էտապից մինչև մյուս էտապը անելուն, այն մյուսից մյուսը»։ Վերջում ինքը ստացել էր ռեալը նորմալ ռեզուլտատ։ Քթի պլաստիկա էր արել 12 էտապանի, կողաճարով, լաթերով, լոսկուտներով եւ այլն, այդ արանքի էտապները այդա է խոսում բժիշկի ու պացիենտի իդեալական իրար հավատալու, իրար հետ սատրудничествայի իդեալի մասին։ Այդ պացիենտը հավատում էր, վստահում էր ու բժիշկի հետ որոշեց այդ ճանապարհը անցնի։ Ձեռք բռնած ու անցան ու շատ լավ ռեզուլտատ էին ստացել։ Կրկնակի վիրահատությունների բարդությունների մասին եկեք խոսենք։ Կրկնակի վիրահատությունները իրանք համարվում են տեխնիկապես ու իրանց հետ վիրահատական ընթացքով տարբեր առաջնային վիրահատություններից, որովհետև նույն քթի պլաստիկայից սկսենք, հա։ Մենք ձեռք ենք բերում այնպիսի անատոմիա, որ ոչ թե ձեռք ենք բերում, այլ ստանում ենք ժառանգություն նախորդ բժիշկից։ Մենք չենք աշխատում այն անատոմիայի հետ, որ գիտենք գրականությունով ու տեսել ենք։ Մենք ստանում ենք, դրա համար դա մի քիչ իմպրովիզային է։ Հյուսվածքների առումից այնտեղ արդեն կան սպեակական հյուսվածքներ, որոնք որ իրանց նիկանտրալյուրումի աճի ու ռեհաբիլիտացիան ունեն։ Դրա հետ էլ աշխատելու ձև կա։ Փորձի հետ կապված բժիշկը արդեն հասկանում է, թե որ սպեական հյուսվածքի հետ ոնց աշխատի ու ոնց այդ սպիերը օգտագործի նաև։ Այսինքն որ ռեզուլտատի վրա բան լինեն։ Դրա համար պացիենտները պետք է ռեհաբիլիտացիոն ընթացքում շատ զգուշ լինեն ու միայն լսեն այն բժիշկին, ում որ վստահել են, որ այդ էտապը շատ լավ լինի, թե չէ բարդությունները ավելի նիկանտրալիրուի են երկրորդային վիրահատություններից հետո ու ավելի անկանխատեսելի չես կարողանա դու նախորոք իմանաս թե ինչ կարող լինի երկրորդային, երրորդային ռինոպլաստիկայից հետո։ Արդյոք կրկնակի վիրահատությունից հետո զգայունությունը քթի հեշտ է վերականգնվում, սա ուղղակի սովորական բուժառուի ամենաանհանգստացնող հարցն է։ Դա այնքան ինդիվիդուալ է, որ առաջնայինից հետո էլ կրկնակից հետո էլ վերականգնվելու է օրգանիզմից կախված։ Ճիշտ է, բժիշկի ձեռքը կապ ունի, ինչքան ինքը բերիժն է աշխատում, այնքան ավելի թեթև է վերականգնողություն process-ը, sense tendency էլի։ Դրա համար դա մեկը օրգանիզմի վերականգնողությունն է, երկրորդը насколько деликатно доктор работал, и всё։ Այդ երկու ֆակտորներից է կախված, թե ոնց է լինելու զգայունության հարցը։ Փորձը ցույց է տալիս, որ հաստ մաշկերի դեպքում շատ այտուց պահելու դեպքում զգայունությունը վերականգնվում է դանդաղ, բայց 3-ից մինչև 6 ամսվա մեջ
как правило վերականգնվում ասա։ Եթե բուժարուն իրեն խելոք պահի։ Եթե խելոք ապահել, հա, դեռ արդեն այդքան էլ բան իրանից կախված չի, օրգանիզմն է վերականգնում արդեն։ Խոսենք դեմքի պլաստիկ վիրահատությունից։ Որքան է ժամանակը պահպանվում դեմքի պլաստիկ վիրահատության, այսինքն որքան ժամանակը մեկ կարելի է այն անել։ Դեմքի պլաստիկան շատ հետաքրքիր ճյուղ է էսթետիկ վիրաբուժության, որը երիտասարդացնելու մեջ է էֆեկտ է տալիս։ Անտիվազացնոյի էսթետիկ մեդիցինայի մեջ ինքը երևի առաջատարն է բլեֆարոն, դա բլեֆարոպլաստիկան, ֆեյսլիֆտինգները եւ այլն։ Էֆեկտը 7 տարուց ավել, բայց այստեղ կան շատ բայցեր։ Նայած մենք ինչ պացիենտի վիրահատեցինք, այսինքն պակազանյաները ինչքան են։ Եթե մեր պակազանյաները այդ վիրահատության եղել են 20%, մեր էֆեկտն էլ է լինելու 20%։ Եթե պակազանյաները շատ են, այսինքն երիտասարդ տարիքում գալիս են, ուզում են անեն ֆեյսլիֆտի։ Ֆեյսլիֆտը ինքը համարվում է անտիվազրաստնոյ մեդիցինայի, անտիվազրաստնոյ պլաստիկ քիրուրգիայի ճյուղ, այսինքն հակատարիքային բան է։ Երիտասարդին անում ես ինքը քիչ է տարիքային փոփոխությունները, այդքան քիչ էլ էֆեկտն է։ Մեկ, երկրորդը, եթե պացիենտը շատ է չաղանում է, նիհարում է, քաշը տատանվում է, մեր ֆիքսած ռեզուլտատը կարող է ավելի շուտ բան լինի, մաշկը փոխի իր։ Դրա մեջ գոյություն ունի ստրես ֆակտորը, քրոնիկ հիվանդություններ, ալկոհոլի չարաշահումը եւ այլն ոչ կանոնավորված կյանքը, որը որ մաշկի որակի վրա էլ են sense տենց արձդելու, իսկ ֆեյսլիֆտը մենք գիտենք, որ մաշկի ձգումն էլ իր դերը ունի։ Երկու ուղղություն կա ֆեյսլիֆտի՝ սմաս հյուսվածքի կամ շերտի հետ աշխատելով կամ սմասը բարձրացնելով։ Օգտագործել եմ թե առաջինը թե երկրորդը, ավելի շատ հավակնում եմ սմասի պլիկացիան, այսինքն սմասը ձգելը։ Դեմքի ձգումը շատ լավ անտիվազրաստնոյ պլաստիկ քիրուրգիայի ճյուղերից մեկն է, ռեզուլտատը 7-ից տարի ու ավել, ու դրա մեջ արդեն ինդիվիդուալ ֆակտորներն է պացիենտի, թե ոնց է տատանվելու։ Կարելի է արդյոք միառժամանակ անել եւ ռինոպլաստիկա, եւ դեմքի լիֆտինգ, եւ բլեֆարոպլաստիկա։ Վերականգնողական փուլերի եւ հետվիրահատական շրջանների մասին եւս խոսենք։ Եթե պացիենտի ցանկությունը, իր առողջությունը ու ծավալը վիրահատությունների թույլ են տալիս, ու բժիշկը կարող է դա անի, անում են, որովհետև շատ հաճախ լինում է, որ պացիենտները մի նարկոզով ուզում են մի քանի վիրահատությունով այդ հարցը փակեն, մի քանի նարկոզի պատրաստ չեն եւ այլ։ Կարելի է, բայց ես միշտ խորհուրդ եմ տալիս վիրահատությունները բաշխել 1-2 էտապի, եթե պացիենտը պատրաստ է, այսինքն քայլ առ քայլ գնալ այդ երիտասարդացման էտապներին, եթե պացիենտը պատրաստ է, զուտ ժամային տևողությունը բաժանելով, էֆեկտն ու ռեաբիլիտացիան էլ ավելի թեթևացնելով, բայց դա էլի ասեմ, հարաբերական բան է, հարաբերական մոտեցում է, զուտ պրոֆեսիոնալ գնահատական է, որը որ պացիենտի հետ ինդիվիդուալ քննարկվում է։ Եթե պացիենտը պատրաստ է, օքեյ, եթե պատրաստ չի ու առողջությունը թույլ է տալիս, ես էլ կարող եմ անեմ, դա կանեմ։ Հետվիրահատական շրջանում պացիենտի վարքագիծը, սա ամենահուզող հարցերից մեկն է եւ շատ կարեւոր հանգամանք է։ Այսպիսի փաթեթային վիրահատությունից հետո որքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար եւ ուզում եմ նաեւ շեշտել մեր առավելությունը, Մեդինեսի առավելությունը, որովհետեւ այստեղ նաեւ նախավիրահատական բոլոր հետազոտությունները լաբորատորիան զբաղվում է, բնականաբար բարձր մակարդակով արվում է, բայց երբեմն պացիենտը շատ շուտ վերականգնվելու, այս իրեն շտապելու այդ բնավորությունը, շատ շուտ վերականգնվելու ցանկությունը ավելին է լինում, քան ձեր խորհուրդները։ Ինչպես ենք այս դեպքում բոլոր պացիենտներն էլ, մենք ինքներս պացիենտ ենք, ես էլ եմ պացիենտ եղել։ Ցանկություն ունենք վերականգնվենք շուտ, արագ։ Այդ դեպքում բժշկի խոսքից շատ բան է կախված։ Ամեն պացիենտ ունի իր մակարդակը ու ինֆորմացիան ձեռք բերելու։ Դրա համար ամեն պացիենտին իր ձևով պետք է մատուցես, իր ճաշակով պետք է մատուցես այն ինֆորմացիան, որը որ կարևոր է։ Եթե պացիենտը հասկանում եմ մենակ գրական բժշկական բառարանից օգտագործած բառերով իր ռեաբիլիտացիան նկարագրեն, պետք է այդպես։ Եթե ուղղակի ժողովրդական բառապաշարով, որ պետք է պարկես, որ լավանաս, ուրեմն այդպես էլի։ Պետք է հասկանանք, որովհետև բժշկի խոսքից է կախված, թե ինչքան շուտ իրանք կընդունեն այն ֆակտը, որ իրանք ռեաբիլիտացիոն էտապի մեջ են։ Արդյոք դեմքի պլաստիկ միջամտությունները չեն ազդում նյարդերի եւ միմիկաների վրա։ Ազդում են, եթե վիրահատության ընթացքում դրանք վնասվում են։ Ինչպես հասկանալ, գուցե արդյունքը շատ ճիշտ է։ Եթե բժիշկը վնասեց, ուրեմն վնասվել են։ Եթե բժիշկը չվնասվեց, չեն վնասվել։
այսինքն դեմքի ձգման ժամանակ, մանավանդ երբ որ դեմքի ձգումը անում ենք սմաս պլիկացիայով, սմասը բարձրացնելով, մի քիչ ավելի շատ են ռիսկերը, բայց в любом случае պրոֆեսիոնալ մասնագետը այդ նյարդերը տեսնում է, անցնում է դրանք, շրջանցում է, նոր է կատարում վիրահատությունը։ Դրա համար բոլորը պետք է հասկանան, որ ոչ միայն դեմքի պլաստիկայի ժամանակ, յուրաքանչյուր վիրահատության ժամանակ գոյություն ունեն ռիսկեր, որը որ գնահատում է թե բժիշկը, թե պացիենտը։ Դեմքի ձգման ժամանակ դա նյարդի վնասումն է, որը որ կախված է միայն ու միայն բժիշկի կատարած վիրահատությունից։ Եթե վնասում ենք, այսինքն սա արդեն բարդություն է նման օրինակ։ Դա գնահատվում է որպես բարդություն, նայած ինչ աստիճանի է վնասումը, դրա ռեաբիլիտացիայի ձևերն էլ կա։ Ամեն դեպքում Մեդինեսում կգտնենք մենք ճիշտ բժշկին եւ որակյալ բժշկին եւ մեր նյարդերում միմիկաները չի վնասվի։ Շնորհակալություն բժիշկ։ Մեր հաղորդման երկրորդ մասում դուք իրավասու եք նաեւ ճանաչել ձեր բժշկի մարդկային որակները։ Պատրաստ եք մի քանի հարց խիստ անձնական։ Ինչից եք վախենում։ Բարդությունից։ Չեք հաղթահարել։ Չէ։ Երբ կհաղթահարեք։ Պետքա պարաշուտով թռնեմ, որ անցնի, այդ պարաշուտով թռնելն է բարդություն, չէ՞, դրա համար չեմ հաղթահարել դեռ։ Յուրաքանչյուր վախ հաղթահարելի է։ Ժամանակ չունեմ լավ թռնեմ պարաշուտով։ Հեշտեկներում դիմացինի սխալները։ Դիմացինի սխալները ներում ձեր համբերությունը։ Չասեմ, որ ներելը իմ մասն է, բայց ընդունեմ, փորձեմ հասկանալ, թե ինչ պարագայում է դա արվել, հա, շատ եմ քննարկում ու առաջինը մանեմ գալիս պատճառը ինձանից, թե ես ինչով եմ դրթել, որ դա լինի, դա այդ սիտուացիան կատարվի։ Եթե չեմ գտնում ոչ մի պատասխան ու չեմ հասկանում մարդուն, չեմ ընդունում, բայց հնարավորություն տալիս եք միշտ։ Այդ դեպքում արդեն հասկանում եմ, որ այդ մարդուն պետք է ընդունի, ամեն մարդուն պետք է ընդունես այնպեսին, ինչպեսին ինքը կա։ Ուրեմն ես մինչև այդ լավ չեմ ճանաչել, ընդունում եմ մարդուն այնց ոնց ինքը կա ու համապատասխան շփման գիծ եմ պատրաստում, որ կոմֆորտելի թե իմ համար, թե իր համար, որը որ հստակ, հաստատ 100%-ով տարբերվելու է մինչև այդ եղած շփման մակարդակից։ Պահանջկոտ եք, թե հարմարվող, պահանջկոտ ում։ Պահանջկոտ եմ, թե հարմարվող, պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, հարմարվող եմ իրավիճակներին, բայց ոչ անարդար։ Անարդարությունները իմ համար ոնց որ կրասնի լինիա լինի, չեմ կարողանում եթե ինչ-որ մի բան անարդար է, բացատրություն դրան չեմ կարողանում գտնել։ Ավելի շատ պահանջկոտ եք աշխատանքի մեջ, թե տանը։ Ամեն ինչի մեջ։ Ամեն ինչի մեջ ինքս իմ հանդեպ, իմ անձի հանդեպ, իմ մասնագիտության հանդեպ շատ պահանջկոտ եմ։ Ինչ չեք անի երբեք։ Երբեք չեմ ասի երբեք։ Ինչի չեմ անի, որովհետև չգիտեմ ինչ կարող է լինի հաջորդ վարքյանին։ Կարող է թռնեմ։ Կարող է թռնեմ։ Ինչ չեք ների։ Ինչը չեմ ների, չգիտեմ։ Ամեն դեպքում ներողամիտ չէի։ Չէ, наоборот, ներողամիտ եմ։ Ներողամիտ եք։ Ներողամիտ եմ, ներելը իմ մասը չի։ Ուղղակի փորձում եմ մարդկանց հասկանալ եւ այլ։ Հիմա չգիտեմ ինչ կլինի, որ իմ համար կլինի կատեգորիկ։ Իրավիճակ, որից հետո փոխվեց ձեր կյանքը։ Երկու անգամ ա եղել, առաջինը չեմ ասի, 24 տարեկան էի, երկրորդը 36 տարեկանում, երբ որ կորցրեցի հորս, այդ ժամանակ իմ համար կարդինալ փոփոխվեց կյանքը, թե իմ մտածելակերպը, թե մակարդակը, ամեն ինչի, երևի թե իմ հայացքը կյանքին, ինքս ինձ այդ ավելի շատ փոխվեց, ոչ թե իմ կյանքը։ Իմ գնահատականը ամեն մի իրավիճակի, ինքս ինձ, մասնագիտությանս, ամեն սպեկտրների մեջ որտեղ որ ես ունեի ինչ-որ գնահատական, դրանք ամբողջությամբ կարդինալ փոխվեցին։ Դեպի վատը, թե դեպի լավը սկսեցիք գնահատել։ Գնահատման աստիճանը փոխվեց։ Ռուսերեն մի հատ լավ բառ կա, պիացենկը ցեննեսցի։ Արժե համակարգը փոխվեց։ Գիրք, որը կարդալուց հետո որոշ բաների նկատմամբ փոխեցիք ձեր հիմնական կարծիքը։ Հիմնական կարծիքը չեմ ասի, ու տենց գիրք, որ հիմնական կարծիքս փոխել է։ Շատ եք կարդում։ Ինքնաթիռի մեջ։ Մասնագիտական գրքեր։ Չէ։ Բժիշկը ռոմանտիկ է։ Այդ երևի ես չեմ կարողանա ասեմ։ Այդ երևի իմ ընկերները, մտերիմները, ովքեր դա շփվում են, իրանք ասեն։ Ամենակարևորը ինչն է աշխատանքի մեջ եւ ինչ է կյանքում։ Երևի երկու դեպքում էլ անկեղծ, անվերապահորեն նվիրվելը ինքդ քեզ քո գործին ու մարդուն, ով որ քեզ վստահում է, թե կյանքում, թե աշխատանքի մեջ։ Ինչ կփոխեք ձեր բնավորության մեջ։ Ինչ կփոխեմ, ոչ մի բան։ Սիրում եք ձեզ այնպեսին, ինչպեսին կա։ Չեմ մտածում, որ իմ բնավորության մեջ ինչ-որ մի բաներ պետքա փոխեմ։ Ինչպեսին է բժիշկը իրեն տեսնում 10 տարի անց։ 10 տարի անց։
Այդ շատ լավ հարց է, կուզենայի հիմիկվանից ունենայի ինչ-որ մի հատ պատկեր ու այդ իմ պատկերը կողքից ու այդ ուղղությամբ գնայի, բայց չեմ կարողանում տեսնել 10 տարի հետո։ Չեմ կարողանում։ Այնքան անկանխատեսելի է կյանքը, որ ոնց էլ ես տեսնեմ, չեմ կարողանում բանալ։ Ու այդ էլ է երևի նրա պատճառներից մեկը, որ ինչը չէի փոխի իմ բնավորության մեջ ու դա էլ կապ ունի դրա հետ, թե ինչի չեմ տեսնի։ Որ հիմա չէի ուզենա ոչ մի բան փոխեի։ Աշխատում եմ ուղղակի ամեն ինչ անեմ խղճով, սրտով, սիրով ու անկեղծ։ Դրա համար ամեն ինչի հանդեպ գնահատականս այդպեսին եմ փորձում պահեմ, դրա համար չեմ էլ ուզում փոխեմ։ Ու դրա համար չեմ կարողանա հասկանամ, թե 10 տարի հետո ոնց կլինի։ Երևի ոնց կտանի էլի, ոնց Աստված կտանի, ոնց կյանքը կտանի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Այսպիսին էր Մեդինես բժշկական կենտրոնի համահիմնադիր պլաստիկ վիրաբույժ Աշոտ Մաթևոսյանը։ Եթե ուզում ես բացահայտել էսթետիկ բժշկության գաղտնիքները, ապա այս հաղորդումը հենց քեզ համար է։ Եթե ունես քեզ հուզող կամ անհանգստացնող հարցեր, ապա զանգահարիր Մեդինես բժշկական կենտրոնին 055 505 605 հեռախոսահամարով։ Անձնակազմը մեծ սիրով կպատասխանի ձեզ հուզող հարցերին։ Եղեք առողջ եւ գեղեցիկ։